Ուկրաինացի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին չի բացառել, որ Ուկրաինան կվերանա քարտեզից։ Իրադարձությունների զարգացման մեկ այլ տարբերակի համաձայն Կիևը ստիպված կլինի բոլորին վճարել։ Ուկրաինան այսօր խաղից դուրս է եւ կանգնած է այլընտրանքային ընտրության առջեւ։ Վճարել ամերիկացիներին օգնության դիմաց եւ վճարել ՌԴ-ին տարածքի 20%-ի չափով պարտության դեպքում կամ անհետանալ քարտեզից, հայտնել է նա։ Դուբինսկու խոսքով իրավիճակի յուրահատկությունն այն է, որ Ուկրաինան կվճարի բոլորին։ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սթիվ Քենոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Եվրոպայում տիրող իրավիճակին, սակայն մտադիր չէ ներգրավել Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հնարավոր առճակատման մեջ։ Բենոնը նաև ուշադրություն է հրավիրել ռազմական ծախսերի նկատմամբ եվրոպական երկրների անփույթ վերաբերմունքին։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանի շատ առաջնորդներ չեն գիտակցում տնտեսական խնդիրների ամբողջ խորությունը, որոնց բախվում են իրենց պետությունները։ Որպես օրինակ, նա քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի Ուկրաինա 30,000 զինծառայող ուղարկելու մասին հայտարարությունը, այն անվանելով պոպուլիստական քայլ։ Էներգետիկ անվտանգություն, տրանսպորտ, ներդրումներ, տնտեսական օգուտներ։ Հայաստանն ագրեսիայի արդյունքում իրեն փաստացիորեն զրկել է այս ամենից։ Ինքն իրեն զրկել է ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների եւ տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Շեշտելով, որ Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործունեության հռչակագրեր ունի, Իլհամ Ալիևն ասել է, թե սա հնարավորություն է տալիս Բաքվին կարևոր տնտեսական եւ տրանսպորտային կամուրջ լինել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի եւ Եվրոպայի միջև։ Ուկրաինացի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին կարծիք է հայտնել, որ Զելենսկին շտապում է ընտրություններ անցկացնել այս տարվա ամռանը Ուկրաինայում լայնածավալ ճգնաժամի պատճառով, որը տեղի կունենա աշնանը, Միացյալ Նահանգների աջակցության բացակայության պատճառով։ Աշնանը Ուկրաինայի տնտեսությանը սպասվում է մասշտաբային ճգնաժամ, կապված գների եւ փոխարժեքի անկման հետ։ Դա կլինի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության ավարտի անմիջական հետևանքը, որն այսօր ապահովում է բյուջեի եկամուտների 60%-ը։ Ընդ որում, բանակից կվերադառնա հաշմանդամների եւ շահառուների բանակը։ Պետությունը պարզապես չի կարողանա կատարել իր պարտավորությունները, հայտնել է Դուբինսկին։ Բացի այդ, նրա խոսքով Ուկրաինան կբախվի գործազրկության հետ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է The New York Times-ը, վկայակոչելով փորձագետներին։ Թրամփի վարչակազմի կողմից կիրառվող սպառնալիքների ներքո բանակցությունների այս մարտավարությունը Իրանի նկատմամբ լուրջ քաղաքականության փոխարինում չէ, հայտարարել է Իրանի հարցերով փորձագետ Սյուզան Մալոնին։ Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ծրագրի տնօրեն Սանամ Վաքիլը նշել է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը հակառակ բևեռներում են, մոտենալով ճգնաժամին։